Ազդարար լրատվականի գլխավոր թողարկումն է Ցայք հեռուստաընկերության և ռադիոհայի ուղիղ եթերում, բարև ձեզ, նորությունները նախամարոտ։ Փետրվարի 12-ին ավականու հերթական նիստն է կայացել, օրակարգում 13 հիմնական և 4 լրացուցիչ հարց է քննարկվել։ Ավականու բոլոր անդամները ներկա են եղել, օրակարգային բոլոր հարցերը ընդունվել են։ Փետրվարի 16-ից Գյումրու երկաթուղային կայարանը ուղևորներին կներկայանա նոր չվերթով և Գյումրի-Երևան էլեկտրագնացքի մեկնման նոր ժամանակացույցով։ Կվերագործարկվի նաև Գյումրի-Սանահին երկաթուղային չվերթը։ Մուշ 2-2 և Անի թաղամասերի նորակառույց շենքերում դեռևս գազամատակարարում չի իրականացվում։ Պատասխանատուները խնդրի լուծման ժամկետներ չեն մատնանշում։ Բնակիչներին մնում է ձմռան 3-րդ ամիսն ևս բնակարանները տաքացնել և կենցաղային հոգսերը հոգալ էլեկտրականության կիրառմամբ։ Փետրվարի 12-ին ավականու հերթական նիստն է կայացել, օրակարգում 13 հիմնական և 4 լրացուցիչ հարց է քննարկվել։ Ավականու բոլոր անդամները ներկա են եղել, օրակարգային բոլոր հարցերը ընդունվել են։ Կողմ, դեմ, ձեռնպա, չկա։ Փետրվարի 12-ի օրակարգը հաստատվեց։ Օրակարգի երկրորդ հարցը կապված էր Գյումրու ավականու մշտական գործող թվով 4 հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմերը հաստատելու հետ։ Նախնական քննարկման ներկայացնելու ըստ համապատասխան հանձնաժողովի դրանց վերաբերյալ համայնքի ավականուն արժանահավատ, հիմնավորված որոշումներ, նախագծեր կազմելու և ներկայացնելու համար։ 4 հանձնաժողովը տարբեր բնագավառներում գործունեություն են ծավալելու, ուսումնասիրվելու են գիտության, կրթության և այլ ոլորտներում կատարված ծրագրերը, գրանցած հաջողություններն ու բացթողումները։ Յուրաքանչյուր հանձնաժողով ընտրելու է մեկին, ով հանդես է գալու համակարգողի դերում, կամ ինչպես քաղաքապետն է ասում, իբրև խմբի նախագահ։ Նման դեպքում հնարավոր կլինի զերծ մնալ սխալներից։ Այսօր արխիվային գործերը հիմա պատվալու այս նգուղ է կոչում կամ առաջի կիսա նգուղ ինչ որ հարկում տեղադրված են սենյակներ եւ կարող բանը ուրեմն այնտեղ առանձին սենյակների մեջ արխիվն է։ Ուրեմն եթե դուք մտնեք տեսնեք թե ինչ վիճակում է արխիվը, ուղղակի կապշեք, չի կարող այդպես լինել։ Նախ արխիվացում այս տարիների ընթացքում չի եղել։ 3 անց մարզպետարանից ևս 5 քաղաքապետարանից հանդես է գալու Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցույթային եւ ատեստավորման հանձնաժողովականների կազմում։ Նիստում դրված այս հարցը ևս միաձայն ընդունվեց։ Քննարկվեց նաեւ Ղրիմյան Հայրիկ փողոցի 59 կոտորակ 2 հասցեի ստորգետնյա գետնանցումը վերականգնելու, վերակառուցելու ևս նշանակության ծառայեցնելու նպատակով քաղաքացի Արտուշ Պապոյանին վարձակալությամբ տրամադրելու մասին հարցը։ Համայնքային գույք է, սեփականության իրավունքը գրանցված է կադաստրում, առաջարկում ենք վարձակալության հանձնել Աննա Ծերնետ Արտուշ Պապոյանին եւ վարձակալության կին առաջարկում ենք տարեկան 200,000։ Լևոն Բարսեղյանը թեև դրան դեմ չէր, սակայն վերջինիս համար հետաքրքիր էր, թե քաղաքը դրանից ինչ շահույթ կարող է ունենալ։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը պատասխանեց, որ ցանկության ու քաղաքապետարանի թույլտվության դեպքում վարձակալողը հնարավորություն կունենա գետնանցումն օգտագործել առևտրով զբաղվելու համար։ Ինչքան գետնանցումներ կա, մենք կարող ենք տալ վարձակալությամբ, միայն կարողանանք ուղղակի համապատասխան տեսքի բերել, այդտեղ կարող են նաև ինչու՞ չէ առևտրի ինչ-որ կրպակներ տնել, ինչու՞ չէ, մենք առաջարկել ենք, որ անպայման լինեն այդտեղ նաև զուգարաններ երկու կողմից։ Պատկերացրեք, մենք այսքան հյուրեր ենք ունենալու եւ մենք քաղաքում ունենք լուրջ խնդիր։ Ավականու անդամների որոշմամբ զիջվեց նաև Գյումրու բնակիչ Վարդան Միլիտոսյանին պատկանող ավտոմեքենայի 2008-ից 2011 թվականների գույքահարկը։ Ընդունվեց որոշում դրամական օգնություն ցուցաբերել Համալիր մարզադպրոցի վերակառուցման համար։ Բարձրացվեց նաև սոցիալապես անապահով 9 ընտանիքի դրամական օգնություն ցույց տալու հարցը։ 20,000-ականով օգնել ենք տնագների հետ կապված վթարային տնակների հետ կապված անձանց, մյուսներին, ով որ անընդհատ դիմում է եւ անընդհատ ասենք թե բան 10,000 դրամ, ընդամենը 150,000 դրամ։ Ավականու անդամների առաջարկով ու որոշմամբ Ձյան-Հաս Չերտից փլված մեկ ընտանիքի քաղաքապետարանը իր բյուջեից կհատկացնի 100,000 դրամ։ Աճուրդով օտարելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը առանձնացնելու, ինքնակամ կառուցված շինությունները եւ նրանց համար պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերը օտարելու մասին ավականին ևս դրական որոշում ընդունեց։ Նիստի ընթացքում 4 լրացուցիչ հարց ևս քննարկվեց։ Որոշվեց նաեւ քաղաքապետարանի վարչական շենքի առաջին հարկը վարձակալության տրամադրել, ինչպես նաև Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի խորհրդանշանի եւ կայքի պատրաստման համար մրցանակ սահմանել։ Հեղինե Մանուկյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։
Մուշ 2-2 Եվանի թաղամասերի նորակառույց շենքերում դեռևս գազամատակարարում չի իրականացվում։ Պատասխանատուները խնդրի լուծման ժամկետներ չեն մատնանշում։ Բնակիչներին մնում է ձմռանի 3-րդ ամիսը ևս բնակարանները տաքացնել եւ կենցաղային հոգսերը հոգալ էլեկտրականության կիրառմամբ։ Մուշ 2-2 թաղամասի նորակառույց շենքերում ոչ բոլոր բնակարաններն են, որ շահագործվում են բնակարանատերերի կողմից։ Հիմնական պատճառը ջեռուցման հետ է կապված։ Թաղամասը թեև գազաֆիկացված է, սակայն գազամատակարարում դեռ չի իրականացվում։ 3 ամիս է այստեղ ենք, ջեռուցման հարցը կարգավորված չէ, բայց մի կողմից էլ մենք գոհ ենք, որ անվճար է լույսը։ Ներկայապահին ես գազերից տեղեկություն չունեմ։ Մեզ ասացին, որ գազերը երբ տվեցին այդ ժամանակներ լսի հարցերը կարգավորենք, դարձնենք փողով։ Թերբնակեցման խնդրով պայմանավորված առաջ են գալիս մի շարք այլ խնդիրներ ևս։ Եթե առաջին հարկերի բնակարանները բնակեցված չեն, ապա շենքը կանգնում է կոյուղատար համակարգի խափանման հարցի առաջ։ Եթե առաջի հարկերը չեն ապրում, ձմեռը մի քիչ խնդիրներ կլինի։ Դե բնական է, եթե առաջի հարկը չի օգտագործե, երկրորդ, երրորդը հնարավոր է ասարի։ Հիմնականում առաջի հարկի բնակիչները եթե ապրեն, կոյուղ խնդիր ես գտնում եմ, որ չի պատահի սարելու։ Անի Վարդղազարյանը 25 տարի բնակվել է տնակում, անհարմարավետ պայմաններն ու շարքից դուրս եկած ու այլևս իր նպատակին չծառայող կացարանից հետո ինչ խոսք նոր բնակարան ունենալը տանտիրուհու համար մեծ ձեռքբերում է եղել։ Ձմռան ամիսներին նա այլ բնակարանը դրկիցների նման տաքացրել է էլեկտրաէներգիայի միջոցով։ Մեր մոտ մենք պլիտաներով ենք առայժմ յոլադնում, մինչև այս մի պլիտով եւ ճաշ ենք կեփում եւ տաքանում ենք։ Թաղամասում իհարկե եղել են գազամատակարարման մասնակի միացումներ, բայց միայն գազօջախների օգտագործման նպատակով, իսկ ջեռուցման կաթսաները գործարկելը բնակիչներին խստիվ արգելվել է։ Ոչ մի բան լավ չեն ասել, ոչ է ստուգող է եկել, ոչ մի բան չեն ասել, պարզապես ասել են, որ մինչև մարտ ամիսը բան կանեն, մարտ ամսից հետո կգան, որ մեր մոտ անձամբ չեն եկել, ասենք այս բանի հետ կապված մենք խնդիրներ չգիտենք, ինչն է խնդրեմ, ինչն է պատճառը։ Ինչ որ կողմնակի կողքից իմացել ենք, որ իբրև սխալ են միացումները տվել այդ տեխնոլոգիաների։ Խնդիրը երևի այդ խողովակների հետ կապված, Արիստոնի, ինչ որ միացումները սխալ են արել, երևի դա է, այդպես են ասում, մենք էլ չգիտենք։ Առաջի երկրորդ հարկերը պետք է տուրբո տնեն իրանց ասելով, որ երրորդ, չորրորդ հարկի բնակիչներին դե բնական բան է, շմոն գազը խեղդեգ է։ Իրանց թերությունն է, իրանք պետք է վերացնեն։ Դիք շինարարների սխալն է։ Ջեռուցման կաթսաների ու դրանց ծխատար խողովակների հետ կապված խնդիրը թե երբ կլուծվի, չգիտեն անգամ պատասխանատուները։ Հարցը սակայն ուսումնասիրության փուլում է։ Մինչ այդ Մուշ 2-2 Եվանի թաղամասի բնակիչները փորձում են իրենց կենցաղավարությունը կազմակերպել միայն էլեկտրաէներգիայի կիրառման միջոցով, մանավանդ որ դրա համար դեռ գումար չեն վճարում։ Բայց նույնիսկ այս պարագայի դեպքում բնական գազ չունենալու փաստը բնակչին կանգնեցնում է մի շարք դժվարությունների առաջ։ Մեծ դժվարությամբ նոր թորոսին չտանջանքով լվաց կարեց, բան արեց, Պարանի տեղի չունենք, բալկոնչիկ չունենք, բան չունենք, պետք է լվացքը 4-5 օրով անես, որ կիսատ փառես, որ հասցնես չորանա, փոքր երեխուներ ենք։ Իսկ լողանալը։ Լողանալ ընդհանրապես բացառված է, ընդհանրապես լողանալ չկա։ Որտեղ լողանաս, եթե ջեռուցում չկա, բան չկա, բաղնիքն է հարմար չի։ Թե մինչև երբ բնակիչները էլեկտրաէներգիայից կօգտվեն անվճար հիմունքներով դեռ հայտնի չէ։ Էլեկտրամատակարար ընկերության տեղեկատվության համաձայն այս նորակառույցները դեռ չեն հանձնվել Հայ էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության ղարց մասնաճյուղի հաշվեկշռին։ Ալա Բաղդասարյան, Անդրանիկ Բարբարյան, Ազդարար։ Փետրվարի 16-ից Գյումրու երկաթուղային կայարանը ուղևորներին կներկայանան նոր չվերթով եւ Գյումրի-Երևան էլեկտրագնացքի մեկնման նոր ժամանակացույցով։ Առաջին չվերթը Գյումրի-Երևան ուղղությամբ հետայսու կկայանա 8:35 րոպեի նախքին 8-ի փոխարեն։ Ավելի քան 1 տարվա ընդմիջումից հետո կվերագործարկվի նաեւ Վանաձորով անցնող Գյումրի-Սանահին երկաթուղային չվերթը։ Փետրվարի 16-ից կվերագործարկվի Վանաձորով անցնող Գյումրի-Սանահին ամենօրյա ուղևորափոխադրում իրականացնող էլեկտրագնացքը։ Շուրջ 1 տարի է ուղևորների քիչ թվաքանակով պայմանավորված այն դադարեցվել էր։ Մեկ առաջներում ուղարկում էինք գնացքը մինչև այրում, այդ գնացքը հետո դարձրեցինք մինչև Վանաձոր, քանի որ չունեինք ուղևորների
քանակ, դրանից հետո եւ նաեւ այդ գնացքը արդեն չի երթևեկեց։ Գնացքը Գյումրիից կշարժվի վաղ առավոտյան 7:10 րոպեին եւ ընդամենը 2 ժամ 30 րոպեում կհասնի Սանահին կայարան։ Սանահինը մենք սա ոնց որ այսպես ժամանակավոր է, քանի որ եթե մենք արդեն գնացքը սկսես նորմալ երթևեկել աշխատել, հնարավոր է նորից այդտեղից նորից իր շարունակությունը մինչև այրում։ Իսկ Սանահինից ինքը դուրս է գալիս իր գունը ժամի 15-ից 10 րոպե, նորից 2 ժամ 30 րոպեում ինքը ժամանելու է մինչ Գյումրի։ 7:10 կմեկնի Գյումրիից, երեկոյան այն ժամին է հետ գալու, որ հասնի Երևանի սեկցիային երեկոյան մեկնող 18:10-ին։ Ինքը գա, ասենք այդ նույն ուղևորը կարող է գնացքով մեկնի Երևան։ Վանաձորով անցնող Գյումրի-Սանահին էլեկտրագնացքի չվերթը վերականգնվել է պայմանավորված ուղևորների դիմում խնդրանքներով։ Պատասխանատուների խոսքերով հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքների միջև երկաթուղային կապը չպետք է կտրել։ Ունեցանք նամակներ, գրություններ, որ ուղևորներն ուզում են, որպեսզի գնացքը աշխատի, սա իհարկե այսպես շատ փորձնական չի, քանի որ արդեն նպատակադրված է ուղարկում այս գնացքը, եւ ընթացքում մենք մտածեցինք, որ կարող ենք նաեւ ուղևորներին բերել դեպի երկաթգիծ։ Եթե այստեղից չլինի հաջորդ կանոնից Մայիսյանի Ջաջուրից Լուսախպուր գյուղից Սպիտակից Նալբանդից մինչև Վանաձոր կարող է այստեղից քիչ լինի, բայց այնտեղից ուղևորների քանակը շատ կլինի։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է Գյումրի-Երևան չվերթի ժամանակացույցին։ Դեպի Երևան առաջին մեկնումը նախկին ժամը 8-ի փոխարեն 8:35-ին կիրականացվի։ Երկաթուղային համակարգում ժամանակացույցի փոփոխությունը դյուրին գործ չէ, սակայն այդ քայլին պատասխանատուները գնացել են հաշվի առնելով ուղևորների խնդրանքը։ Ավտոբուսների խնդիր կար, քաղաքից մինչև Կայարան գալու խնդիր կար, այդ մի կես ժամին մենք հիմա որոշեցինք, որպեսզի գնացքը ուղարկենք 8:35 րոպե ուշ ենք ուղարկում, այնտեղ նաև ժամանակի կրճատումներ եղավ, մոտավորապես 2-3 րոպե շուտ էինք հասնում Երևան Կայարան, իսկ Երևան Կայարանից նորից ժամերը մնում են նույնը, իրիկվա ժամերը 18:10 րոպե երկրորդ գնացքն է գնում, իսկ Երևանից գալող ժամերը նույն ժամերն են։ Ուղևորների ցանկությամբ որոշեցինք, որ ավելի լավ է 35 րոպե ուշ գնա, թող 20 րոպե ուշ հասնի իրան, բայց ուղևորների քանակը եւ կշատանա եւ հարմար կլինի, քանի որ 8-ից որ աշխատում է միջքաղաքային տրանսպորտը, գնացքը մեկնում է ժամը 8-ին, տաքսով են գալիս հիմնականում, ոնց որ ստիպված։ Իսկ հիմա կարող են մարշրուտով կան հասնեն կայարան եւ մեկնեն։ Վահան Գասպարյանի խոսքերով երկաթգիծը գնալով պետք է ընդլայնի բոլոր հնարավոր ուղղությունները։ Նախկինում եղած իսկ ներկայում դադարեցված չվերթները պետք է վերագործարկվեն։ Արդեն երկար ժամանակ է չի գործում նաեւ Գյումրի-Արտիկ-Պեմզաշեն գնացքուղին։ Այս ուղղությամբ եւս քայլեր են ձեռնարկվում։ Արտիկ-Պեմզաշեն Գյումրին ինքը շատ կապված երթևեկություն է եղել եւ հիմնականում բնակչությունը Արտիկի Պեմզաշենի օգտվել է այս երթուղուց, հույսով եմ, որ այս հարցը նույնպես կլուծվի։ Գյումրի-Արտիկ-Պեմզաշեն երկաթուղին վերաբացելու հարցն արտիկցիները բարձրացրել են նաեւ երկրի նախագահի մոտ։ Վերջինս խոստացել է ուսումնասիրել եւ հետեւողական լինել դրա լուծմանը։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Շարունակում ենք թողարկումը։ Ոստիկանության պաշտոնական կայքի համաձայն փետրվարի 10-ին ժամը 15:59 Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի գագաթային շրջանի պատերված վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1982 թվականին ծնված նախկինում դատված Կոլյա Ղ-ն, որը ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 14-ի սահմաններում, իրենց տան մոտ կտուրից սառույցի պոկվելու եւ գլխին ընկնելու հետևանքով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին պարզվել է, որ փետրվարի 10-ին ժամը 14-ի սահմաններում Գյումրու Աճեմյան փողոցի թիվ 55 տան մոտ վիճաբանության ժամանակ նրան չպարզված առարկայով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1995 թվականին ծնված Գևորգ Խ-ն։ Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Խ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։ Փետրվարի 12-ին ժամը 8:17-ին ահազանգ է ստացվել, որ Սևան Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ըստ նախնական տվյալների բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան եւ Կամազ մակնիշի բեռնատարը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղում պարզվել է, որ բախվել են Կամազ մակնիշի եւ Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինիս ուղևոր 1991 թվականին ծնված Հդավթյանը տեղում զոհվել է։
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1968 թվականին ծնված Գ. Բաբայանը, ուղևոր 1969 թվականին ծնված Լ. Բաբայանը և Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1957 թվականին ծնված V. Մխիթարյանը տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 19:10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սելլիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, փակ են Ամասիա Աշոտsk, Բավրա, Գյումրի ավտոճանապարհները։ Դժվար անցանելի են Սոտք Քարվաճառ ավտոճանապարհը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ։ Հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի այրան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է որոշակի շեղումներ։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Պատասխանները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երկրորդ անգամ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին։ Կրկին նրան հորդորել են համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակահատվածում լաբորատոր գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։ Թեկնածուն սակայն հրաժարվել է առաջարկից։ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Պարուհի Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ նախագահական ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու մասին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը հետ է վերցրել, քանի որ այցելելով հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին հասկացել է, որ դիմումը հետ չվերցնելով զոհասեղանին է դնելու հենց Անդրեաս Ղուկասյանի կյանքը։ Հայրիկյանը նախատեսել էր 3 օրվա ընթացքում հետ վերցնել դիմումը, բայց Անդրեաս Ղուկասյանին այցելելուց հետո հասկացել է, որ նա պատրաստվում է իր պայքարը շարունակել մինչև վերջ։ Հետևաբար նա որոշել է հետ վերցնել դիմումը, որպեսզի ընտրությունները կայանան փետրվարի 18-ին, ինչպես եւ նախատեսված էր։ Իդեմս Պարուհի Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորվածների մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք թե թմրանյութի ազդեցության տակ, թե պարտադրանքի տակ վաղը մյուս օր այնպիսի հայտարարություններ կանեն, որ այս գործընթացներն ուղղվեն նախագահի թեկնածու Վարդան Սեթրագյանի դեմ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է նախագահի թեկնածու էպոսագետ ներկայացող Վարդան Սեթրագյանը։ Նրա խոսքով ինքը հակված է կարծել, որ այս ամենի հետևում կանգնած են միգուցե պետական, միգուցե ոչ պետական կառույցներ, բայց որ ամեն ինչ նախապես պլանավորված է եղել, որ այս գործընթացը ուղղեն իր դեմ, դրանում նա չի կասկածում։ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արման Մելիքյանը վաղը, ինչպես ինքն է ասել, կարևոր հայտարարությամբ հանդես կգա, որի միջոցով ի վերջո կփորձի պարզեցնել առկա քաղաքական դաշտը։ Թե ինչու վաղը եւ ոչ թե այսօր, Արման Մելիքյանը նկատել է, որ դա իր մարտավարությունն է։ Կառաջարկեմ թե հանրությանը, թե թեկնածուներին հստակ որոշել, թե նրանցից յուրաքանչյուրի դերն ինչ է եւ ինչ նպատակ են հետապնդել։ Պարզեցնել է պետք այս դաշտը հրավիրված ասուլիսին, ասել է նա։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 12-ին փորձարկել է նոր թանաքանյութը, որով կնքվելու են անձնագրերը նախագահական առաջիկա ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները թանաքանյութերը լրագրողների ներկայությամբ փորձարկել են անվավեր քվեաթերթիկների վրա։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ բողոքներ էին ստացվում թանաքանյութի շուտ ցնդելու կապակցությամբ, եւ այս անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2200 սրվակ նոր թանաքանյութ է ներկրել Մեծ Բրիտանիայից, եւ այդ քանակությունը լի բավարար է ընտրությունների ընթացքն ապահովելու համար։ Ավելին, այս անգամ նույնիսկ Հայաստանի եղանակային պայմաններն են հաշվի առնվել, որպեսզի թանակը շուտ չցնդի։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնյաների թանաքանյութը առնվազն 12 ժամ չի անհետանա անձնագրից եւ կեղծելու հնարավորությունները էապես կնվազեն։
Անցնենք օրվա մյուս թեմաներին։ Զորավիկ թերթի ընթերցողների քվեարկության արդյունքներով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ճանաչվել է տարվա լավագույն պետական գործիչ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։ Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կրկին Զորավիկ թերթի ընթերցողների քվեարկությամբ ճանաչվել է տարվա լավագույն պատգամավոր։ Armenpress-ի փոխանցմամբ պատգամավորը մրցանակը ստացել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող լավագույն օրենքներ կազմելու համար։ 25 տարի առաջ 1988 թվականի փետրվարի 12-ին տրվեց Ղարաբաղյան շարժման մեկնարկը եւ փետրվարի 20-ին խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը արտահայտելով Լեռնային Ղարաբաղի ճնշող մեծամասնությունը կազմող հայ բնակչության ցանկությունը դիմեց ադրբեջանական եւ հայկական խորհրդային հանրապետությունների գերագույն խորհուրդներին, խնդրելով լուծել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային եւ արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների։ Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարևորել է հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանության մակարդակը բարձր պահելու գործում, հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության եւ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Թուրքիայում վերջին շրջանում կատարված միջադեպերը իրականում արտահայտությունն են Թուրքիայում առկա հայատացության եւ այլամերժության մթնոլորտի։ Սա երիտթուրքերի գաղափարախոսության շարունակությունն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Թեև Թուրքիայում իշխող կուսակցությունը փորձում է Աթաթուրքյան այլ մթնոլորտում ներկայացնել, բայց շարունակում է նույն հակահայ քաղաքականությունը։ Թուրքիայում չկա ցեղասպանության դեմ օրենք, հայկականը կարող է որպես հայոյանք ընդունվել, եւ դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի, ասել է Կիրո Մանոյանը։ Հայ դատի գրասենյակի ներկայացուցչի խոսքով Սամայթիայում մթնոլորտը պոլսահայ եւ թուրքական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ բավական մտահոգիչ է, քանի որ հայությունը իսկապես վախենում է։ Կան հայի տներ, որոնց դռների վրա խաչեր են գրված։ Մարդիկ վախենում են, թե հանկարծ դուռը բացեն, բռնարարքի կարող են ենթարկվել։ Միաժամանակ կա ճնշիչ մթնոլորտ։ Հայ համայնքի ներկայացուցիչները հաճախ ասում են, որ ոստիկանությունն անում է ամեն ինչ, որ ճնշի այս գործողությունները, բայց փաստը այն է, որ պետական մեկնաբանություն այս հարցին չի եղել։ Անդրադարձել է միայն ոստիկանությունը, հայտարարեց կանանց նկատմամբ իրականացված բռնության դեպքերը ներկայացնելով որպես սովորական գողություն, ասել է Կիրո Մանոյանը։ Բաքվում Վրաստանի քաղաքացին կացնի բազմաթիվ հարվածներ է ստացել, ինչպես տեղեկացնում է Գրուզիա Օնլայնը, Բաքվում Վրաստանի քաղաքացին վեճի է բռնվել Լանկերանի շրջանի բնակիչ Թալե Բագիրովի հետ։ Վիճաբանության ընթացքում ադրբեջանցին վրացու գլխին կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել։ Տուժածը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։ Բագիրովը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել օրինագիծը, որով պաշտոնյաներին արգելվում է հաշիվ ունենալ արտասահմանյան բանկերում։ Խորհրդարանի ստորին պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրենքը պետք է պետական ծառայողներին, նրանց կանանց եւ երեխաներին արգելի հաշիվներ ունենալ արտասահմանյան բանկերում։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի падգամավորները որոշել էին փոփոխություններ մտցնել այն օրինագծի մեջ, որն արգելում էր արտասահմանում անշարժ գույք եւ օտարերկրյա բանկերում հաշիվներ ունենալ։ Առաջին ընթերցմամբ ընդունված սահմանափակումները տարածվում էին միայն պետական պաշտոնյաների, զինծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Այժմ Պետդուման ցանկանում է արգելքը տարածել նաև Կենտրոնական բանկի, կենսաթոշակային եւ այլ ֆոնդերի աշխատակիցների եւ դատարանների վրա։ Հյուսիսային Կորեան հաջողությամբ միջուկային զենքի ստորերկրյա փորձարկում է կատարել։ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում կարծում են, որ միջուկային փորձարկումները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ակնհայտ խախտում է։ Հյուսիսային Կորեայի գործողությունները խստորեն քննադատել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Տոկիոն եւ Սեուլը պահանջում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Փհենյանին դատապարտող հայտարարություն ընդունելու համար։ Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Լոնդոնում կարծում են, որ Փհենյանը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը եւ սպառնում է խաղաղությանը։ Ռուսաստանը, Սպիտակ տունը, Լոնդոնը եւ Ճապոնիան դատապարտել էին Փհենյանի գործողությունները, իբրև խաղաղության դեմ ուղղված սպառնալիք։
Կորեայի Հանրապետությունը դիմել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։ Կահիրեում ցուցարարները կրկին փորձել են հարձակվել նախագահական նստավայրի վրա։ Անվտանգության աշխատակիցները կենտրոնացել են նախագահական նստավայրի ներքին գործերի նախարարության Թարիրի հրապարակի շրջակայքում։ Ցուցարարները պահանջել են նախագահ Մուհամմադ Մուրսիի հրաժարականը, նրան մեղադրելով 2011 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հեղափոխության սկզբունքներով չշարժվելու մեջ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել, փորձելով ցրել հավաքված ամբոխին, իսկ ցուցարարներն իրենց հերթին ոստիկանների վրա քարեր են նետել։ Տեղեկությունների համաձայն Եգիպտոսում վերջին շրջանում շարունակվող անկարգությունների զոհ է դարձել շուրջ 60 մարդ, հարյուրավորները վիրավորվել են։ Եգիպտոսում փետրվարի 11-ին հանրահավաքներ են կազմակերպվել տարբեր շրջաններում Հուսնի Մուբարակի հրաժարականի երկրորդ տարվա կապակցությամբ։ Գայից հրաժարվելու մտադրություն հայտնած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ը մոտ 3 ամիս առաջ սրտի վիրահատություն է տարել։ Իտալական թերթերից մեկի փոխանցմամբ նրան խիստ գաղտնի պայմաններում վիրահատել են։ Իտալացի հայտնի վիրաբույժ Լուիջի Կարիելոն հաջողությամբ փոխել է Բենեդիկտոս 16-ի սրտի ստիմուլյատորը։ Առաջինը տեղադրել է ավելի քան 10 տարի առաջ։ Հիշեցնենք 85-ամյա Բենեդիկտոս 16-ը փետրվարի 11-ին անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու մասին։ Դա բացատրելով, որ արդեն ծեր եւ ուժասպառ։ Դրանից հետո մի քանի բժիշկներ ենթադրել են, որ Հռոմի պապը տառապում է սրտի քրոնիկ հիվանդությունով։ Դա այդ տարիքում տարածված տկարություն է։ Վերջին ժամանակներս դիտորդները նկատել էին, որ Հռոմի պապը զգալիորեն տկար է դարձել։ Նա հաճախակի եւ դժվարությամբ է շնչում, քայլում է գավազանով, իսկ Սուրբ Պողոս եկեղեցում տեղաշարժվում է հատուկ հարթակում։ Կրկին անդրադառնանք տեղի նորություններին։ Ես մեծ սիրով գրքեր կնվիրեմ նախաձեռնության հեղինակները երիտասարդ տղաներ են։ Ինչպես իրենք են նշում, ցանկությունը բարի է, նպատակը պարզ, այն է հիմնել գրադարան ավստրիական թաղամասում։ Աջակիցներ տղաներն արդեն ունեն, ծրագրով հետաքրքրվողները շատ են։ Գրքերի որոշակի քանակություն արդեն կարողացել են հավաքել, բայց գրադարանի համար տարածք դեռ չեն գտել։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Facebook սոցիալական ցանցում մեծ ոգևորություն գրանցած «Ես մեծ սիրով գրքեր կնվիրեմ» նախաձեռնության հեղինակները այս երիտասարդներն են։ Մտահղացումը երկու ընկերներինն է։ Գոռը եւ Արսենը նախկինում մասնակից եղել են նմանատիպ ծրագրերի, սակայն այս անգամ կազմակերպիչները հենց իրենք են։ Խոստովանում են, որ այդ դերն ավելի դժվար է, ունի մի շարք բարդություններ, թեև հաճելի արձագանքները բազմաթիվ են։ Մարդիկ անդադ մեզ գրում են, զանգում են, հետաքրքրվում են, գալիս անհատապես տեսնում են, նույնիսկ առաջարկում են տարբերակներ, ում կարելի է դիմել, մենք ուրախ ենք ցանկացած աջակցության ու ձեռք մեկնելու համար։ Նախաձեռնության նպատակը նվիրատվությամբ հավաքագրված գրքերով Գյումրու ավստրիական թաղամասում գրադարան հիմնելն է։ Թաղամասը պատահական չի ընտրված, այն կառուցվել է երկրաշարժից հետո ավստրիացիների կողմից եւ բնակեցված է հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանցով։ Պարբերաբար գրադարաններից օգտվող այս բնակիչների համար որոշակի խնդիրներ կան։ Նրանց համար դժվար է ամեն անգամ հասնել քաղաքի կենտրոն, մարզային կամ քաղաքային գրադարաններից օգտվելու, իսկ մոտակայքում, թաղամասի մոտակայքում չկան նման գրադարաններ, այդ իսկ պատճառով մտածեցինք, որ մեծ օգուտ տված կլինենք։ Թաղամասի բնակիչների զգալի մասը տեղյակ է ծրագրից։ Ամեն օր անհամբերությամբ հարցնում են, թե ինչքան գիրք է հավաքվել։ Իրենք էլ պատրաստակամություն են հայտնում աջակցելու։ Նրանք 50-ից 60 անուն գիրք են տրամադրել։ Միայն թե դեռ գրադարանի տեղը հստակ որոշված չէ։ Գրադարանը պետք է լինի հենց ավստրիական թաղամասում, կոնկրետ տեղը դեռ որոշված չէ, մի քանի տարբերակներ կան, որոնք քննարկելուց հետո ավելի կհստակեցվի։ Գրադարանի բացումը ծրագրվում է իրականացնել օգոստոսին։ Արդեն մոտ 400 կտոր գիրք է հավաքվել։ Դրանք տղաներն իրենց տանն են պահում։ Տարեց մարդիկ զանգարում են, տեղացնում որ իրենց հարևանի ենթադրենք աղջիկը իրենց տեղացրել է Facebook-յան ալիքի մասին նախաձեռնության մասին, այդ մարդիկ հեռախոսահամար են վերցրել, քանի որ համացանցի հնարավորություն չունեն։ Կապվել են մեզ հետ հեռախոսով եւ մենք վերցրել ենք այդ գրքը։ Փետրվար 19-ը, քանի որ գիրք նվիրելու միջազգային օրն է, այդ օրը ակցիա ունենք Թատերական հրապարակում, ժամը 12-ից մինչև 17:00 լինելու ենք Թատերական հրապարակում եւ գրքի նվիրատվություն է լինելու։
Բացի գիրք տրամադրելուց մարդիկ միանում են նաև գրքերը վերանորոգելու, դրանց պատրված էջերն ու կազմերը վերականգնելու, գիրքը նորմալ տեսքի բերելու, ինչպես նաև գաղափարը կյանքի կոչելու նախաձեռնությանը։ Գաղափարը համացանցով տարածելը նպատակային է եղել, նշում է Արսենը։ Մարդկանց շատ հեշտ է սպայտրությամբ համացանցով գտնել, հավաքել միտեղ, նույն կարծիքի շուրջ մարդկանց միավորել։ Այս պայմաններում մենք սկսեցինք ձեռք բերել նոր ընկերներ, ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ մարզերում, մարզ կենտրոններում ունենք արդեն լավ ընկերներ, ովքեր մարզի գրքերը հավաքում են իրենց մոտ, ժամանակի ընթացքում փորձենք այդ գրքերը տեղափոխել Գյումրի։ Հավաքագրում են ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր։ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը իր հեղինակած ցեղասպանության վերաբերյալ 25 կտոր գիրք է տրամադրել։ Պայմանավորվածություն կա նաև դեսպանատների եւ մարզային գրադարանի հետ։ Գրադարանը բացվելուց անմիջապես հետո նրանց հետ պայմանագիր կնքենք անձնապես եւ նրանք 300-500 գիրք իրենց իսկ մեքենայով կտեղափոխեն մեր նորաբաց գրադարան։ Իրենց էջում երիտասարդները բլոկ են շարադրում, թե ինչ գիրք են ձեռք բերել եւ ում կողմից։ Դրանք ընթերցելու համար արդեն հերթագրվում են ցանկացողները, քանի որ նախաձեռնությունը ազնիվ նպատակի համար է, ուստի գրքագողությունից խուսափելու համար գրքերը վերցվում են ցուցակներով եւ ստացականներով։ Այդ ամենի ճիշտ կազմակերպման խորհրդով կազմակերպիչները դիմում են նախկին կամ ներկայիս գրադարանավարուհիներին։ Հեղինե Մանուկյան, Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Ամերիկյան խաղաղության կորպուսը եւ Գյումրու ամերիկյան անկյունը համատեղ միջազգային ծրագիր են իրականացնում, որում ընդգրկված է 10-ից ավելի երկիր։ Ծրագրի մասնակիցները 6-ից 12-րդ դասարանի աշակերտներ են, ինչպես նաև առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողներ։ Նրանք անգլերենով շարադրություն են գրելու, նպատակը երեխաների ստեղծագործական մտքի զարգացմանը նպաստելն է։ Գյումրու բոլոր հանրակրթական դպրոցներին նախապես տեղյակ է պահվել մրցույթի մասին, սակայն շարադրությունների թեմաները նախօրոք հայտնի չեն եղել։ Մասնակից աշակերտներից յուրաքանչյուրին իր տարիքային խմբին համապատասխան տրվել է 2 թեմա, մեկի ընտրության հնարավորությամբ։ Կազմակերպիչները նշել են, որ հաշվի չեն առնվելու ոչ քերականական, ոչ էլ ուղղագրական սխալները։ Հաջորդ փուլանցած աշխատանքները ուղարկվելու են Երևան։ Այնուհետ հաղթողները մրցելու են մյուս երկրների մասնակիցների հաղթած մտքերի հետ։ Լավագույններին սպասվում են մրցանակներ։ Մրցույթը 14 տարվա պատմություն ունի։ Այն առաջին անգամ անցկացվել է Վրաստանում։ Հայաստանը արդեն 7-րդ տարին է մասնակցում։ Գյումրիում եւ մասնավորապես ամերիկյան անկյունում այն 3-րդ տարին է կազմակերպվում։ Գաղտնիք չէ, որ Գյումրու երեխաները, ուսանողները փայլում են իրենց ստեղծագործական մտքով։ Միշտ էլ բոլոր մրցույթներում արդյունքները զգալի են եղել։ Հույս ունենք, որ այս տարին բացառություն չի լինի։ Այսքան է, շարունակեք հետևել մեր եթերին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք։